կարդում եմ մեր բոլորի հոգևոր շինության համար Առաջի Հովհաննես 4:16։ Առաջի Հովհաննես 4:16։ Եվ մենք ճանչցանք ու հավատացինք այն սերը, որ Աստված մեր վրա ունի, Աստված սերը, եւ ան որ սիրո մեջ կբնակի, Աստծո մեջ կբնակի, ու Աստված անոր մեջ։ Իհարկե եղբայրները խոսում են այն ինչ որ ապրել են, ինչ որ զգացել իրենց կյանքի մեջ։ Ինչ որ մամիկուն եղբայր ասեց տեղի օգնության համար, եղբայրները ասեցին Սողոմոնի տաճարին։ Մենք բոլորս էլ հույր ենք ես աշխարհում։ Մերկ եկել ենք, մերկ էլ գնալու ենք։ Ես աշխարհում ամենակարևոր բանը հավատալ մեկին։ Ինչու հենց այդ մեկին։ Որտեվ հավիտենական դարերից առաջ Աստվածաշունչ ասում է, որ Աստված մեր մասին մտածել է։ Նա չի մտածել։ Երբ որ մենք ծնվել ենք, աշխարհ ենք եկել։ Տեսեք ինչ է գրած Աստծո խոսքում։ Երկրորդ Տիմոթեոս 1:9, որ մեզ փրկեց, սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի նայելով, հապա իր նախասահմանությանը շնորհքի նայելով, որ Քրիստոսը մեզ տրվեցավ հավիտենական դարերից առաջ։ Երկրորդ Տիմոթեոս 1:9։ Մենք հավիտենական էակներ ենք։ Մեզ Աստված չի ստեղծել մինչև գերեզման։ Մեր հոգին հավերժական է։ Մեր հայրը հավիտենական անսկիզբ եւ անվերջ։ Նա հավիտենական դարերից առաջ մտածել է սորվա եւ ամենքից մասին։ Չկա մի մարդ, որ նրա աչքերին վրիպված է։ Ես հիշում եմ Սուրբ գրքից մեկի մասին։ Մի գերգեսացի դիվահար կար, որ ներսը լեցված էր լեգիոներով։ Այդ մարդը ոչ մեկին չէր հետաքրքրում։ Անգամ սատանան օգտագործել կարծես շպրտել էր գերեզմանոցներ էր սարի մեջ։ Բայց այդ մարդի մասին ոչ մեկը չէր մտածում, բացի Հիսուսից։ Որտեղ մարդի հոգու մասին մարդը ինչքան էլ խելացի չի կարող հասկանալ ինչ բան է հոգի։ Որովհետև ով ստեղծել է այդ հոգին, նա գիտի այդ հոգին ինչքան թանկ է եւ ինչքան կարեւոր է։ Այդ հոգու համար նա ռեշտակ չի զոհել։ Ոչ էլ որևէ մարգարե է զոհել։ Այդ հոգու համար հայրը իր որդուն որպես գառ է մորթել։ Ասենք փառք։ Ես սերին հավատալը պետք է։ Նա հավիտենական դարերից առաջը որոշել մեզ ստեղծել։ Մեզ չի ստեղծել մեղքի համար։ Մեզ չի ստեղծել դատապարտության համար։ Մեզ ստեղծել է, որ մենք հավիտենական իր խորանը լինենք։ Իր սիրո խորանը։ Նա ուզում է ապրի մեր մեջ և մենք ապրենք իր մեջ։ Ես չեմ լսել որևէ մարգարեի աղոթք, որ կարելի է համատել Քրիստոսի աղոթքին։ Ոչ մի մարդ այս աղոթք չի կարող իմ քո համար։ Նա աղոթել է, որ ես ու դու Աստծո հետ մեկ լինենք։ Այդ աղոթքը կարելի է քո համար Հիսուս։ Այդ աղոթքը չի ջնջվում։ Այդ աղոթքը կատարվում է։ Եվ ամեն օր է կատարվում։ Եվ նա ուզում է ամեն մարդի հետ մեկանալ Աստված, քեզ վերցնի իր մեջ, և դու իր մեջ, այդպիսի երջանկություն, աշխարհի ամենալավ մայրը,
իր երեխային 10 ժամ չի կարող գրքի մեջ պահել։ Բայց Քրիստոսի գիրքը հավիտյան դու ճաշակես դեր ճաշակելի տեղ կա, փառավորվի նրա անունը, փառավորվի նրա անունը։ Մենք շուտով այս մարմինը թողելու ենք, ուժենք թե չուզենք։ Այս մարմնի հետ չի մեր հավատքը, մեր հավատքը մարմնի հետ գործ չունի, մեր հավատքը մեր խելքի հետ գործ չունի, մեր հավատքը մեր զգացմունքի հետ գործ չունի, մեր հավատքը նրա սիրո հետ գործ ունի, փառավորվի նրա անունը։ Մենք եկել ենք հավատանք ու ճանաչենք այդ սերը։ Սա ամենակարևոր հարցը։ Եղբայրներ, քույրեր, անոր սիրո մեջ է, Աստծո մեջ է։ Այսօր պաշտամունք ուզում եմ, որ հավերժությունը թող բացվի մեր առաջ։ Հավատք նշանակում է հավիտենական Աստծուն տեսնել։ Մովսեսի հավատքը, որ նա անտեսանելի տեսավ Եգիպտական փառավորյան այդ հարստությունը փառքը ախ համարեց։ Գնաց իր Աստծուն ընտրելու։ Նա կյանքում չոբանություն չէր արել, միակ ոչխար պահանջ չկար, բայց Աստծու հետ ապրելու համար ամեն ինչ պետք է զոհել։ Մենք եկել ենք, ամեն ինչ կորցնենք, Քրիստոս շահենք։ Առաքյալի նպատակը իշահը վնաս սեղեց, ամեն բանի զրկվեցավ, ամեն բան աղբ համարեց, որ Քրիստոս շահի։ Ալելույա նրան։ Ամեն։ Մենք չենք եկել գալու հավատքին փառք շահելու, նույն շահելու, դիր շահելու, եկել են Քրիստոս շահելու եւ Քրիստոսի մեջ ապրելու։ Ամեն։